վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ այո շատ հետաքրքիր թեմա ենք առանձնացրել այս պահին զրուցելու եւ այսպես Top Model Հայաստան ազգային ասոցիացիան վերջերս մասնակցել է Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած նորաձևության ոլորտի կարևոր նախագծերին Moscow Fashion Show 2025 եւ Kids Fashion Fest 2025 մասնակցության հետաքրքիր ցուցադրությունների եւ տպավորությունների մասին ունենք հյուրեր արդեն տաղավարում, ովքեր էլ սիրով կպատմեն։ Տաղավարում են Top Model Հայաստան ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանը, բարի առավոտ, Տիկին Բաղդասարյան եւ նախագծերի մասնակիցներ Եվա, Արինա եւ Սյուզաննա։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, դուք ոնց եք։ Հրաշալի, շնորհակալություն, շնորհակալ ենք հյուրընկալվելու համար եւ խոսենք, շնորհավորում ենք նախ ձեր մասնակցության առթիվ, խոսենք այն մասին, թե ինչպես եղավ, ոնց անցավ, ուր գնացիք։ Ինչպես եղավ մասնակցությունը։ Այո, մասնակցության մասին։ Դե մասնակցության մասին այդ մենք շատ վաղուց արդեն շուրջ 25 տարի Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս եւ կազմակերպում ենք նորաձևության ցուցադրություններ եւ մասնակցում ենք տարբեր եւ ցուցադրությունների եւ մրցույթների։ Աշխատեցինք, ծանոթացանք շատ տաղանդավոր եւ շատ լավ անձնավորության հետ, դիզայներ Սվետլանա Անոխինայի հետ, ում հագուստներն էլ ցուցադրեցինք եւ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում։ Տպավորությունները ես ուզում եմ, որ երեխաները, աղջիկները պատմեն տպավորությունների մասին, որովհետև իսկապես ամեն ինչը շատ հրաշալի էր կազմակերպված, ամեն ինչը շատ գեղեցիկ էր, բարձր մակարդակի եւ այնպես է, որ հաստատ մեր համագործակցությունը Սվետլանայի հետ շարունակական կլինի։ Դե խոսենք երեխաների հետ։ Նախ քանի տարեկան եք, պատմենք ձեզնից, արդյոք եք ուզում Եվան է։ Դուք Եվան եք։ Եվա, ձեզ մայրիկն է ուղղորդել զբաղվելու այս ամենով, թե դուք ունեիք այս նախասիրությունները, ուզում եք անպայման ձեզ գտնել։ Ես ներողություն եմ խնդրում, ուզում եմ ասել, որ Եվան մեզ մոտ հաճախում է Վանաձորից։ Եվան Վանաձորից է։ Այո։ Ինչ լավ, դե Եվա, ինչպեսի տպավորություններ ունեիք այս նախագծում։ Շատ հեշտ ենք աշխատել Սվետլանա Անոխինայի հետ, որովհետև իրոք շատ գեղեցիկ հավաքածուներ ենք ներկայացրել, Նեժնստի եւ Միրաժը։ Ես ու Սյուզաննան ներկայացրեցինք Նեժնստը։ Շատ գեղեցիկ հավաքածու էր, որտեղ կային սպիտակի եւ վարդագույնի համադրությունը։ Իսկ դուք ինչ կասեք, ինչպեսի տպավորություններ ստացաք այնտեղ։ Շատ լավ էր, ես Միրաժն էի ցուցադրում, շատ սիրուն, շատ լավ կին էր։ Դիզայներ։ Իսկապես, հաճելի փաստ է, որ երեխաները, այո, շփումը։ Տեսեք Եվայի առաջին խոսքում անգամ ցես շատ հեշտ էր աշխատել նրա հետ։ Այո։ Իսկ այլ մասնակիցների հետ ունեցեք հանդիպումներ, ընկերացաք, չգիտեմ, գուցե խորհուրդներով կիսվեցիք միմյանց հետ եղավ։ Ընդհանրապես այո, մենք բոլորովի ունեինք ռեպետիցիա, փորձեր։ Այո, փորձ ունեինք հենց բակալից առաջ եւ ընդհանրապես բոլոր երեխեքի հետ շփվեցինք, բոլորն շատ լավն էին եղել ու ամեն մեկի հետ շատ հեշտ էր եղել շփվելը, որտեղ իրանք մեր տարիքի երեխա էին եղել։ Ընդհանրապես այո, ընդհանրապես դժվար բան չտեսանք այդտեղ։ Որ երկրներից էին մասնակցում ձեզ հետ միասին։ Ինձ թվում հիմնականում ռուսներ էին, որովհետև ռուս դիզայներներն ինքը միջազգային այդպես ցուցադրություն չէր, մեծամասամբ ռուս դիզայներներ էին։ Այո, դե բնականաբար երեխաներն էլ էին ռուսներ, բայց տարբեր քաղաքներից Ռուսաստանի կային նաև հայեր, Ռուսաստանաբնակ ապրող հայ մոդելներ եւ մեծերի Այո, իմ հարցը իհարկե այդպես էլ անպատասխան Այո, պրովոկացիոն հարց եղեց է դες։ Ես ինձ հետաքրքիր է, այո, դուք ինչպես որոշեցիք մոդելինգով զբաղվել, արդյոք դրա երազանքն ունեիք, թե ամեն դեպքում ծնողները երազում էին դառնալ մոդել, բայց իրենց երազանքը ամփոփում են իրենց երեխաների մեջ։ Ինչպես ստացվեց։ Ես ինքս եմ որոշել դառնալ մոդել, ծնողներս կողմ են։ Դեմ չէին։ Չէ։ Դուք Կեց են ծնողները։ Սկզբից ընտրել եմ թատրոնը, թատրոնում եմ սովորել։ Բոլոր վանաձորցիները շատ լավ է, ինչ լավ է, որ թատերասեր մարդիկ են։ Բայց հետո արդեն տեսա Top Model Հայաստանը եւ արդեն մասնակցեցի Top Model Հայաստան։ Ամեն դեպքում, եթե ունես երազանք, կարճ երազանքից բաց չթողնես։ Եթե սերը շատ է, նաեւ չթողնես թատրոնը, եթե իսկապես սիրում ես։ Իսկ դու, Սյուզաննա։ Ես մանկուց ասում եմ, որ ես շատ գեղեցիկ դեմքի դիմագծեր ունեմ եւ ճիշտ են ասում Սյուզաննա։ Եվ առաջարկեցի մի անգամ տենց մասնակցել ինչ-որ մոդելինգի,
փորձել ինչ-որ բանով զբաղվեմ եւ իմ ծնողները դեմ չէր, ես էլ էի ուզում փորձել եւ հենց առաջի փորձս եղել է Top Model Armenian եւ առաջի փորձս եղել է հենց Moscow Fashion Show-ում։ Հրաշալի է։ Իսկ հետաքրքիր է, այլ երազանքներ ունեք, այլ նպատակներ, գուցե մասնագիտական, թե ուզում եք հենց օրինակ հենց այս բնակավարում խորանալ եւ դառնալ ինչու ոչ միջազգային ճանաչում ունեցող մոդելներ։ Ես Ինչի՞ չէ որ։ Շատ լավ, Top Model Հայաստան ասոցիացիան Տիկին Բաղդասարյան բավականին ակտիվ մասնակցում է տարբեր նախագծերի, միջազգային, որպես այդպիսին տեղական, ինչու ոչ, եթե չեմ սխալվում։ Առաջիկայում ինչ նորություններ են սպասվում։ Շատ լավ, ուրեմն նայեք մենք տարվա կտրվածքով աշխատում ենք Երևանում բոլոր մոլերի հետ եւ բոլոր բրենդային հագուստները, բրենդային խանութների նոր հավաքածուները ցուցադրում ենք հենց մոլերում։ Անցկացնում ենք մրցույթներ, մեզ է պատկանում Top Model Հայաստան եւ Top Model Երևան ապրանքանիշերը եւ մինչեւ տարեվերջ նախատեսում ենք անպայման անցկացնել մրցույթը եւ ունենք եւս մեկ հետաքրքիր նախագիծ, որ կարծում եմ կյանքի կկոչենք անպայման մինչեւ նոր տարի։ Բայց ամեն դեպքում այս ասոցիացիան ուղղված է երեխաների վրա։ Այո, մենք աշխատում ենք 5-ից 16 տարեկան աղջիկների եւ տղաների հետ։ Մեզ մոտ դպրոց է, դեֆիլե, որտեղ երեխաները սովորում են դեֆիլեի դասեր, այո, գեղեցիկ քայլվածք, ճիշտ կեցվածք, հանդիսատեսի, ֆոտոխցիկի հետ ճիշտ աշխատելու արվեստ։ Եվ այո, զուգահեռ դրան մենք կազմակերպում ենք։ Այսինքն կարելի ասել ամեն բան, ինչ պետք է հենց պրոֆեսիոնալ մոդել առնելու, ֆոտոդիտքեր, ամեն ինչ մեզ մոտ այո, սովորում են, նոր մասնակցում են։ Նշեցիք նաև տղաներ։ Այո։ Իսկ ունեք տղաներ։ Այո, հրաշալի տղաներ ունենք, որ մասնակցել են միջազգային տարբեր մրցույթների եւ բավականին հաջողություններ են գրանցել եւ Հայաստանում, Երևանում արդեն քիչ թե շատ հայտնի դեմք կարելի է ասել, այո, ովքեր ունեն բավականին առաջարկ տարբեր բրենդներից, տարբեր ֆիրմաներից, գովազդներում եւ այլն նկարվելու համար։ Եթե խոսում ենք դպրոցի մասին, պետք է ասենք անպայման, որ այո, հիմքը դրվում է այդտեղ եւ բնականաբար բաց թողումների մասին էլ այս ինդուստրիայում, այս ոլորտում միանշանակ տեղյակ կլինեք կամ գոնե կպատկերացնեք, թե ինչ է պետք ընդհանրապես որպեսզի ավելի բարձր սանդղակում լինի մեզ մոտ մոդելինգը, որպես այդպեսին։ Հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը, ինչպեսի բաց թողումներ կան, որ այսօր մեզ մոտ շուկայում պակասում է։ Այո, նայեք, տեսեք, այն ժամանակ 25 տարի առաջ, երբ որ մենք որոշեցինք, որ պիտի մոդելային դպրոց հիմնենք, Հայաստանում դեռևս չկար նման դպրոց։ Ես շատ ուրախ եմ, որ առաջինն ենք եղել, այսպես հաճախոսություն չի, գլուխ գովել չի, բայց առաջինն ենք։ Ու դրանից հետո սկսեցին հիմա շատ կան մոդելային դպրոցներ։ Ես ողջունում եմ բոլորի աշխատանքը եւ առողջ մրցակցությունը։ Այս ամեն ինչը հենց կստիպի, որ ինդուստրիան զարգանա, որովհետեւ իսկապես մինչ այդ մենք չունեինք այդ կուլտուրան։ Դե մրցակցություն է պետք, այո, որպեսզի պրոգրես։ Այո, անկախ քեզանից, անկախ ամեն ինչից, չէ, ձգտում ես տարբերվել, ձգտում ես մի քայլ առաջ անել, մի ուրիշ հետաքրքիր միտք առաջանում քեզ մոտ։ Այո, դա հենց բերում է առողջ մրցակցությանը եւ զարգացմանը։ Ես ուրախ եմ դրա համար շատ։ Եվ վերջում աղջիկներ, ցանկացած քայլ ձեզ ինչ որ մի բան տալու է, ցանկացած հարթակ, մասնակցություն, այս մասնակցությունը ձեզ օրինակ ինչ տվեց։ Առաջին հերթին աշխատել շատ լավ մարդկանց հետ, շատ լավ մոդելների, պրոֆեսիոնալ մոդելների եւ մոդելյերների հետ։ Ճիշտն ասած, շատ եմ սիրել Սվետլանա Անոխինային եւ ապագայում հույս կունենամ էլի իր հետ աշխատել։ Այո, շատ լավ։ Ինչպեսի հետաքրքիր է, փաստորեն խոսում ենք եւ աղջիկներն էլ այդպեսի մեծ տպավորություն այդ դիզայներից, հետաքրքիր է, ինչպեսի մոտեցում է ցուցաբերել կամ ուղղակի շատ པարզ մարդկային փոխհարաբերությունների հիման վրա եղել համագործակցությունը։ Նախ, այո, շատ པարզ մարդկային անձնավորություններ, ամեն ինչ անում էր, որ մոդել եւ դիզայներ այդ հարաբերությունը շատ ճիշտ կառուցվի, երկուստեք որ կարողանան գոհ լինել, այո, եւ հագուստը պրոֆեսիոնալ ձևով կարողանան ներկայացնել։ Ես կուզեմ Սյուզաննա այդ մասին պատմի։ Պատմեք Սյուզաննա։ Հենց հարաբերությունների պատմում։ Այո։ Ընդհանրապես Սվետլանա Անոխինան ամեն մասնակիցի հետ ամեն կերպ ինքը իր կերպ շփվում էր, փորձում էր ամենբեկին իր ուզելով անի։ Աղջիկներ կային, որոնց հագուստը դուրս չէր գալիս։ Անպայման փոխում էր, հարմարացնում էր, նենց էր, որ երեխային հարմար լինի քայլելը ու ոչ մի դժվարություն հանկարծ չառաջանա։
իմ հանդեպ հենց ինչ-որ բան չի եղել, ուղղակի Կողքից նկատել, տեսել եւ այո, կողքից նկատել ամեն ինչ ինքը նկատում է, ինքը տեսնում է, որ ինչ-որ բան հարմար չի, ինչ-որ մի մասնիկ ինչ-որ մի սիրուն չի երևում, կապես մի անգամից փոխում են հենց անում, որ երեխայի դուրը գա ամեն ինչ։ Սյուզան ռուսական կրթությունը խանգարեց մեզ մի փոքր, բայց հասկանալի է, խնդիր չի։ Եվ նաև շատ կարևոր փաստ, դպրոցում ինչպես եք սովորում։ Գերազանց։ Բանաձորցին ասած դու։ Նորմալ։ Ահա։ Ես դպրոցում չեմ սովորում, ես քոլեջ եմ։ Արդեն քոլեջում։ Ես նաև մաղթում եմ, որ դուք իսկապես շատ լավ սովորեք։ Հասցեն անասնաբուժությունը մոդելինգի հետ համադրելն էլ հետաքրքիր է, ինչպես օրինակ կարող ես լինել ճանաչված բժիշկ եւ օրինակ լավ ռեստորանտեր, պես, այսինքն կան ծառայական մասնագիտություններ, որը համատեղելի է։ Կներեք մի հարցի շուրջ ինֆորմացիա ուզում եմ ուղղակի ասել, տեսեք մենք նոյեմբերի 16-ին էլի Մոսկվայում պիտի մասնակցենք Estet Fashion Week-ին ու ուզում եմ իսկապես մեծ հպարտությամբ ասել, որ ինքը բավականին շատ մեծ մեգա նախագիծ է եւ Հայաստանի մասնակցությունը իսկապես մեծ համար շատ եւ հաճելի կլինի եւ հպարտանալու։ Ինչպես եք մասնակցելու մոդելներով։ Այս 3 մոդելները անպայման լինելու է։ Չգիտեմ, չեմ կարծում այս պահի դրությամբ ցանկալի կլինի, բայց ունենք ուրիշ մոդելներ, ովքեր տարբեր տարիքային խմբերից։ Իսկ ընտրությունը հետաքրքիր է, ինչպես է կայացվում դիզայների կողմից, թե դուք եք ընտրում։ Մենք ընտրում ենք եւ առաջարկում ենք դիզայներին ֆոտոներով, հա դիզայները նայում է, եթե համապատասխանում է իր հագուստներին, իր ոճին, անպայման դրական պատասխանի դեպքում մենք մասնակցում ենք։ Դե շնորհակալություն ձեզ, բազմաթիվ հաջողություններ ենք մաղթում, մեծ բեմեր, քայլեր, այդպիսի լավ դիզայներների հետ միշտ Աստվածտեղ կարողանաք աշխատել։ Ամենալավն ու բարին, ձեզ լավ դրական օր։ Շնորհակալություն։